սանավիացիայի ուղղաթիռն արդեն Գյումրիում է, որտեղից Երևան պետք է տեղափոխվեն վթարից տուժած 3 երեխաները։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են, 5 մարդ տուժել է։ Գյումրիի բժշկական կենտրոնում գտնվող տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծայրներ, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի օփերի եւ BMW-ի բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Այսօր 12:30-ի սահմաններում եւ անհայտ հետո Գյումրի բժշկական կենտրոնում երկու մասնաշենքերը տարբեր, մանկական եւ մեծահասակների մասնաշենքը տեղափոխվել են թվով 8 հոգի, որից ուրեմն մանկական մասնաշենք տեղափոխվել են 5 երեխաներ, որից 2-ը մահացած են եղել, 3-ը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են ավստրալիական մանկական բաժանմունք եւ այնտեղ կազմակերպվել է առաջի բուժօգնությունը, որոնք անհրաժեշտություն են ունեցել ռեանիմացիոն միջոցառումների կիրառման, արհեստական շնչառության անցնելու, հետազոտելու եւ նրանից հետո հիվանդները պատրաստվում են հիմա տեղափոխվել մասնագիտացված կլինիկաներ, մասնավորապես Երևան, Վիգմոր եւ Սուրբ Աստվածամայր կլինիկա։ Այստեղ տեղափոխվել են թվով 3 հիվանդներ, մեծահասակներ, մեկը մահացած է տեղում, այսինքն բերել են մահացած, 2-ը բազմաթիվ վնասվածքներով, բազմատեսակ վնասվածքներով, նույնպես ցուցաբերվել բացի այն, որ արագ հետազոտական մեթոդներից հետո անցկացվել է առաջի բուժօգնություն, անցկացվել է արհեստական շնչառության կինը, որը եւս պատրաստվում է տեղափոխվել Երևանի բժշկական կենտրոն, կանչվել է սանավիացիա եւ հիմա պատրաստվում են իրեն տեղափոխել վիճակը փոքր-ինչ կայունացնելուց հետո տեղափոխել Երևան։ Մյուս հիվանդը ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր, բազմաթիվ վնասվածքներով։